20-րդ դարի սկզբին համաշխարհային գրականության մեջ հայտնվեց կանաչ գլխարկ վեպը, որն անասելի հաջողություն ունեցավ, թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, հրատարակվեց բազմաթիվ անգամներ։ Բեմադրվեց թատրոններում, էկրանավորվեց 2 անգամ։ Այս վեպը կարդացել էր Ուինստոն Չերչիլը։ Սա Ստալինի կնոջ Նադեժդա Ալիլոևայի սիրելի գիրքն էր։ Ասում են, թե 15-ամյա լրագրավաճառ Վիլյամ Սարոյանը կանաչ գլխարկ վեպը կարդալուց հետո ոգեշնչված որոշել էր ինքն էլ գրող դառնալ։ Իսկ աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինը այս վեպը համարել էր սիրո արտակարգ մի պատմություն Ռոմեո եւ Ջուլիետից հետո։ Այս աղմկոտ ճակատագրով վեպի հեղինակը անգլիացի-ամերիկացի գրող Մայքլ Արլենն է։ Մեզ համար այս պատմության բարձրակետը գրողի ազգությունն է։ Մայքլ Արլենը հայ է, իսկական անվամբ Տիգրան Սարգսի Գույումջան, իսկ թե բացի այս վեպից էլ ինչով էր հայտնի Մայքլ Արլեն Գույումջանը, կպատմեմ քիչ անց։ Իսկ այժմ ուզում եմ հիշեցնել ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ հնարավորության դեպքում ալիքին նյութապես աջակցելու մասին, թե ինչպես աջակցել, ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական եւ նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ այսպես Մայքլ Արլենը կամ իսկական անվամբ Տիգրան Գույումջանը ծնվել է 1895-ի նոյեմբերի 16-ին Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ Նախնիները անեցիներ էին, անիից տեղափոխվել էին Պոլիս, ապա ցեղասպանությունից փրկվելու համար գաղթել Բուլղարիա։ 1901-ին Գույումջյանների ընտանիքի հայրը կնոջ եւ 5 երեխաների հետ անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է տեղափոխվել անգլիական Լանկաշիր կոմսություն։ Նրանք հաստատվում են Մանչեսթեր քաղաքում։ Տիգրան Գույումջանը հրաշալի կրթություն է ստանում։ Նախ գերազանցությամբ ավարտում է Մալվերն քոլեջը, ապա ընդունվում Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1916-ից լոնդոնյան թերթերում եւ ամսագրերում հայտնվում են հոդվածներ, որոնց հեղինակը Տիգրան Գույումջյանն էր։ 1922 թվականին Տիգրան Գույումջան մակագրությամբ հրատարակվում է մի փոքրիկ ժողովածու Լոնդոնյան խիզախումներ վերնագրով։ Այս գրքի մասին 1935-ին Հարաճ թերթին տված հարցազրույցում նա ասել էր. 17 տարեկան է, երբ ամբողջ տարիմը աշխատեցա եւ գրեցի London Venture անունով գիրքը։ Կհավատաք, որ միայն 30 ոսկի բերավ այդ գիրքը։ Լրագրողի այն հարցին, թե չհուսահատվեցիք, գրողը պատասխանել էր. բառարանից մեջ անանգ բառ չկա, շարունակեցի եւ իրավունք ունեի։ Լրագրողի հաջորդ երբ սկսան վազել ոսկիներն ու դոլարները հարցին, Արլենը պատասխանել էր. երբ գրեցի Men's Mortality, մարդու մահկանացու լինելը անունով գիրքը, ահագին աղմուկ հանեց եւ բարոյական ու նյութական հաղթանակը եղավ ինձի համար։ Շատ առաջ չանցնեմ ու ասեմ, որ մինչ այս բարոյական ու նյութական հաջողություններին հասնելը Տիգրան Գույումջանը փոխեց անուն ազգանունը։ Մայքլ Արլենը գրողի կեղծանունը չէ։ 1914 թվականին Լոնդոն տեղափոխվելուց 1 տարի անց, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Տիգրանը, որպես Գերմանիայի դաշնակից երկրի Բուլղարիայի հպատակ, խնդիրներ ունեցավ։ Նա չէր կարող բրիտանական քաղաքացիություն ստանալ առանց ազգանունը փոխելու, ու հենց այդ պատճառով էլ երբեմնի Տիգրան Գույումջանը դարձավ Մայքլ Արլեն։ Ինքը գրողը մամուլին տված հարցազրույցում մի քիչ այլ կերպ է ներկայացնում իր անվան փոփոխությունը, մի քիչ ավելի գեղարվեստական ու սենտիմենտալ։ Նա ասում է. անունս Տիգրան Գույումջան է, այնքան փափակ չեմ ունեցած ազգությունը ծածկելու, որ առաջին գրքիս սկիզբը գրած էի, ես հայ եմ եւ անունս Տիգրան Գույումջան է, բայց որովհետեւ երկար է, գրական ծածկանուն վերցուցած եմ Մայքլ Արլենը։ Հստակ է, չէ՞։ Ուրիշ առիթներով պատահած է, որ օտարները ասեն ինձի դուք իրապես անգլիացի եք։ Անմիջապես եւ կտրուկ պատասխանած եմ. ոչ, եւ իրապես եւ ամբողջովին հայ եմ։ Հայ լինելու այս ընդգծումը եւ իր ազգությամբ հպարտանալու բոլոր ձևերն ու միջոցները Մայքլ Արլենը կիրառեց 20-ից 25 տարեկան հասակում։ Առանձնակի ուշադրության են արժանի 1916-ից 17 թվականներին Լոնդոնի Արարատ պարբերականում տպագրված հայ ինքնության մասին Արլենի հոդվածները, որտեղ նա քննադատում էր հայերի հանդեպ ունեցած բրիտանական կեղծ կարծրատիպերը։
Նա փորձում էր ապացուցել, որ հայը քաղցած ու անօգնական կերպար չէ, այլ ապստամբ, քաջ մարտիկ, պայքարող ու աննկուն մարդ, որին բնորոշ է անկախության ձգտումը, որն ունակ է ինքնակառավարման եւ այնքան էլ չի տարբերվում բրիտանացիներից։ Հոդվածներից մեկում Արլենը քննադատել էր Անգլիայի հայ երիտասարդներին, որոնք փորձելով թաքցնել իրենց ծագումը, վերածվել են սովորական աննկատ առարկայի։ Սակայն այս հայրենասիրական նկրտումներն ու գաղափարները կարճ կյանք են ունեցել Մայքլ Արլենի պարագայում։ Կորցնելով հայ միջավայրում գրական գործունեություն ծավալելու, գրական կարիերա անելու հույսը, նրան անհետաքրքիր են դառնում նաև ազգային թեմաները։ Կտրուկ փոխվում է Արլենի մտածողությունը, հայացքներն ու ազգային գաղափարները։ Նա հանգում է այն մտքին, որ նոր բան ստեղծելու ընդունակ են միայն պետություն ունեցող ազգերը, բայց ոչ պետականությունը կորցրած հայերն ու հրեաները։ Մայքլ Արլենը սկսում է ակտիվ քննադատել այն միտքը, թե քրիստոնեությունը օգնել է հայերին գոյատևել։ Նա վստահ էր, որ եթե հայերը մնային հեթանոս, ապա միշտ հաղթող կլինեին եւ ոչ երբեք պարտված։ Նա հանգել էր այն եզրակացության, որ ազգությունը միայն կռվախնձոր է միջակությունների վեճերի համար։ Մայքլ Արլենի այս հոդվածները բավական ուշացումով, գրեթե 10 տարի անց, կարդում եւ քննադատում է ռազմական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։ 1930-ին Սոֆիայի նոր արաքս ամսագրում տպագրվում է Նժդեհի բացնամակը Մայքլ Արլենին։ Հայ զորավարը հայ ազգի գրողին քննադատում է անողոք ու դաժան։ Նա գրում է. «Բաներ կան, միստր, որոնք հավիտյան պաշտելի են, Աստված, հայրենիք, մայր, որոնց մասին մարդարարածը եթե հոգեպես խաթարված չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել։ Այդ տարրական պաշտամունքի դեմ, խոսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել եք կոպտորեն։ Ամերիկյան մի լուրջ ամսագրի էջերեն դուք արհամարանքի ծանր քարեր եք նետել մեր ցեղի հասցեին։ Ձեզ պատվով մեռնելու անընդունակ ցեղի մզավակը համարելով դուք բացականչել եք աներկյուղածորեն դարերով անարգ նահատակությանց եւ գծուծ փախուստների ժողովուրդ, ով Հայաստան, ով տգեղ դարպասող եւ այլն։ Այսպես հայացին Մայքլ, այսպես եք խոսել հայության մասին։ Չասեմ, լավ ես մռնչել առյուծ։ Ահ, պիտի ուզեի, որ ձեզ ծնող ժողովրդի նվաստ վիճակը թելադրած լիներ ձեր հիստերիկ բացականչությունները։ Դժբախտաբար դա ոչ հայրենասիրական դե պրոֆունդիս է, ոչ էլ պորտքում իտես հայության անկյալ վիճակի։ Ավելին քան պարզ է ձեր ծանոթ տողերի ներքին իմաստը։ Գրչի պչրանք եւ ոչ ավելին։ Ձեր գրիչն այդ դեպքում շարման մեջ է դրել ձեր վիրավորված եսը եւ ոչ թե ձեր ցեղի ճակատագիրը։ Կխոստովանիմ, եթե ձեր չանգրած տողերը իդեպ սիրային մի հիմարական վեպի մեջ ինչ գործ ունին Հայաստանի ու հայության վերաբերող տողերը, եթե նրանք լույս աշխարհ ընկնեին մեր ժողովրդի քաղաքական թե ռազմական այս կամ այն պարտության առթիվ, ինձ հետ հազարները պիտի ծափահարեին ձեզ։ Այսօր, սակայն նրանք զզվանք են շարժում։ Ինչ գռեհիկ շարժառիթ իր ցեղի դեմ հարձակվելու համար։ Այսպես հայությունը ատամները թափած ծերունի, այո, եւ ինքնանվաստացումի այդ գարշելի պրոպագանդը մի այնպիսի ժամանակ, երբ աշխարհը կշարունակե զվարճանալ մեզ անիրավելով ու հալածելով, եւ ինքնաթքումի այդ փորձը Լոյդ Ջորջի եւ Ուիլսոնի հայրենիքներում, ուր հասարակական կարծիքը կարող է ոչ աննշան դեր խաղալ մեր դատի այս կամ այն ելքի համար։ Գիտեք չէ, որ Ռիշելյոն սովորություն ուներ իրեն ներկայացրած զեկուցագրերի վրա միայն 3 բառով հայտնել իր վճիռը՝ վիդի, լեժի, պրոբավի։ Տեսա ձեր տողերը, միստր, կարդացի, գարշեցի։ Ներեցեք խնդրեմ, եթե ձեր գրչեն գարշե ամեն ճշմարիտ հայ։ Ինչ, չգիտեք, որ հայրենիքի մասին պիտի չխոսել, եթե համոզված չեք, որ ձեր խոսելուց հետո դա ավելի գեղեցիկ, ցանկալի, ավելի պաշտելի պիտի դառնա։ Չգիտեք։ Ստալտ է, ստուդ է։ Հայությունը քննադատելուց առաջ պետք է արիություն ունենալ ապրելու նրա պատմված խղճմտանքը, պետք է քաջություն իջնելու նրա խղճմտանքի խորքերը, կրկին ու կրկին անգամ ապրելու նրա եւ փառքը եւ ամոթանքը,
նրա բովանդակ ողբերգությունը։ Զայն դատապարտելուց առաջ պետք է խաչվել նրա ապրած Գողգոթայի վրա։ Իսկ այսպես վարվելու համար ընդունակ պիտի լինել անսահման սիրո եւ զոհաբերության, այլապես քննադատել պիտի չնշանակե տառապել, իսկ երբ քննադատողը չի տառապիր, նա վուլգար չարախնդացող է եւ ոչ քննադատ։ Արհամարանքի աչքը միշտ էլ հակամետ է ավելի թերիներ, քան առաքինություններ տեսնել։ Այո, անսխալ տեսնելու եւ արդարախոհ լինելու համար պետք է մեծ սեր ունենալ։ Ձեզ դժբախտաբար պակասում է դա, ասել է, պակասում է թե քննադատելու բարոյական իրավունքը եւ թե հոգեբանորեն առարկայական լինելու կարելիությունը։ Նժդեհի նամակը շատ երկար է ու շատ տպավորիչ։ Նրանք, ովքեր կուզենան լսել նամակի ընթերցումն ամբողջությամբ, կարող են միանալ իմ Patreon-ին։ Առաջիկայում ես այնտեղ պարբերաբար կտեղադրեմ հետաքրքիր նյութեր միայն ալիքի աջակիցների ու Patreon-ին միացողների համար։ Ինչպես միանալ, կարող եք կարդալ տեսանյութի ներքևում։ Ինչպես ասացի, Նժդեհի նամակը անողոք էր ու դաշան, սակայն երբ նամակը տպագրվեց, Մայքլ Արլենն արդեն իր փառքի գագաթնակետում էր։ Լոնդոնում նա ապրում էր անգլիացի բարձրաշխարհիկ ջենտլմենին համարժեք կյանքով։ Միշտ անթերի հագնված, խնամված էր, աչքեր ընկնում նրբաճաշակ վարքագծով։ Նա Լոնդոնում շրջում էր գերժամանակակից դեղին Rolls-Royce-ով եւ մասնակցում էր շքեղ միջոցառումների։ Հոլիվուդն արդեն նկարահանել էր իր կանաչ գլխարկվեպի հիման վրա ֆիլմը, որտեղ գլխավոր դերում խաղում էր Գրետա Գարբոն։ Time ամսագիրը ոչ միայն բազմաթիվ ու երկար հոդվածներ էր տպագրել նրա մասին, այլ նաև իր շապկին տեղադրել էր Արլենի լուսանկարը։ Հաջողությունը համառորեն հետապնդում էր գրողին։ Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հարթ էր ու անթերի։ 1928-ի մայիսի 1-ին Կաննում Մայքլ Արլենն ամուսնացել էր հույն կոմսուհի Ատլանտա Մերկատեի հետ։ 1930-ին Լոնդոնում ծնվել էր նրանց առաջնեկը Մայքլ Ջոն Արլենը, 1933-ին էլ դուստրը Վենեթին։ Պատերազմի տարիներին հայտնի գրողը նշանակվում է Քաղաքացիական պաշտպանության կոմիտեի հասարակայնության հետ կապերի ղեկավար, սակայն շուտով ստիպված թողնում է պաշտոնը Մեծ Բրիտանիայի հանդեպ ունեցած հավատարմության վերաբերյալ կասկածների պատճառով։ Իդեպ այս շրջանի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Արլենի ստեղծագործությունը ուսումնասիրող Լուսինե Մյուլլեր Համբարձումյանը իր Մայքլ Արլենի կանաչ գլխարկը հայացք 100 տարի անց աշխատությունում գրում է. 1940 թվականի սկզբին Արլենը մասնակցեց Լոնդոնի Քունարդի նստավայրում կազմակերպված ընթրիքին, որին հրավիրված 30-ից 40 մասնակիցների թվում էր նաև Ուինսթոն Չերչիլը։ Այն ժամանակ նա դեռ վարչապետ չէր։ Արլենը անփույթ մեկնաբանել էր գերմանական ռազմաօդային ուժերի ենթադրյալ հզորությունը, ինչը Չերչիլին դրդել էր հակադարձել նրան, ասելով. «Դուք օտարերկրացի եք, անկոչյուր, հայ, որը համարձակվել է գալ այս երկիր եւ գրքեր գրել նրա ազնվականների վարվելակերպի եւ վարքագծի մասին։ Դուք չեք պատկանում եւ երբեք չեք պատկանի այս երկրի այն դասակարգերին, որոնց այդքան շահեկանորեն նկարագրում եք։ Իրականում դուք իրավունք չունեք նստելու այս սեղանի շուրջ»։ Արլենների ընտանիքը 1943-ին փոխադրվեց Նյու Յորք, իսկ 1952-ին ստացավ ԱՄՆ քաղաքացիություն։ Թվում էր, թե եկել էր վաստակած հանգստի ու փառքը վայելելու ժամանակը։ Սակայն կարճ ժամանակ անց հանգստի ու վայելքի փոխարեն վրա հասավ մահը։ Մայքլ Արլենի որդին Մայքլ Արլեն Կրտսերը, որը նույնպես գրող-լրագրող է եւ մեզ հայտնի է հատկապես իր Դեպի Արարատ գրքով, 1989 թվականին վերածնված Հայաստան ամսագրին տված հարցազրույցում Մայքլ Արլեն հայր, Մայքլ Արլեն որդի, հակասություն կա այս երկու անհատների միջև հարցին, պատասխանել էր. Հայրս 1 տարեկան էր, երբ Համիդյան ջարդերի ալիքը նրան Անգլիա նետեց։ Նրա համար դժվար էր Անգլիայում որպես հայ ապրելը, ինչպես բոլոր ոչ անգլիացիների համար։ Մի կողմից այն հուսահատությունը, որ նրան պատում էր իր ժողովրդի ողբերգական պատմության մասին մտածելիս, կարծում եմ նա գիտեր այդ պատմությունը, բայց չիմանալու էր տալիս։ Մյուս կողմից աշխարհի մարդու պես անհոգ ու վայել ապրելու
եւ իր սերունդներին ցավից հեռու պահելու ցանկությունը դրդեցին նրան մի գեղեցիկ օր իր Տիգրան Գոյումջան դեռևս անիից եկող դժվարահունչ ազգանունը փոխել Մայքլ Արլեն անգլիացիների ականջը շոյող ազգանունով։ Նա մոռանալու տվեց իր ազգությունը, ականջները փակեց ամեն հայկականի դեմ եւ իրականությունից փախչելու ելքը գտավ գրելու մեջ։ Գրելով նա ուղևորվեց իր հերոսների երևակայական աշխարհը։ Ես մեծանում էի ապահովության մի զգացումով, որը դժբախտաբար հայրս չուներ, երբ իմ տարիքին էր։ Նա ձգտում էր ինձ այնպես դաստիարակել, որ չունենայի այն խնդիրներն ու ցավերը, որ ժամանակին ինքն էր կրել։ Եվ երբ մի անգամ ես նրան հարցրեցի հայերի մասին, նա վախեցած ու խռովահույզ ասաց. հայերը լավ մարդիկ են, բայց չի կարելի նրանց մոտիկ թողնել։ Որդին չէր կրկնել հայրական սխալը, ինչի մասին խոստովանել էր նույն ամսագրին տված հարցազրույցում։ Իմ ընտանիքը հպարտությամբ ընդունեց դեպի Արարատ գիրքը։ Ես շատ երեխաներ ունեմ եւ բոլորն էլ յուրովի քաջալերում են իմ վերադարձը։ Նույնիսկ կինս, որ ազգությամբ հայ չէ, կարծում եմ միտումնավոր միշտ փորփրում է իմ ազգությունը։ Նա կրքոտ հայասեր է եւ իր երեխաների մեջ էլ ներարկում է նրանց ազգային պատկանելիության զգացումը։ Մայքլ Արլեն ավագը մահացավ 1956-ի հունիսի 23-ին Նյու Յորքում թոքերի քաղցկեղից։ 60 տարեկանում մահկանացուն կնքած այս գրողը հասցրել էր վայելել փառք ու հաջողություն, ապրել հետաքրքիր ու բովանդակալից կյանք։ Տվյալ ժամանակի մամուլը նրան համեմատել էր Օսկար Ուայլդի, Գի դը Մոպասանի, Հերբերտ Ուելսի հետ։ Մայքլ Արլենին իրենց ստեղծագործություններում հետագայում հիշել են համաշխարհային մեծության այնպիսի գրողներ, ինչպիսին Վիլյամ Սարոյանն է իր 70,000 ասորի պատմվածքում, Ֆիցջերալդը իր Գիշերն անուշ է վեպում, Հեմինգուեյն իր Տոն, որ միշտ քեզ հետ է գրքում։ Ողջ կյանքում հայ լինել չլինելու թեմայով տառապող, իր տաղանդը հայ լինելու հետ կապող եւ միևնույն ժամանակ հայ լինելը անեծք համարող Մայքլ Արլենն այսօր աշխարհում, եթե հիշվում է, ապա միայն որպես հայ ազգի անգլիագիր գրող։ Հիշողներն էլ կարծում եմ հիմնականում իր հայրենակիցներն են ու գրականագիտությամբ զբաղվող մասնագետները։ Գրողի անունը այսօր չի մոռացվում իր որդու Մայքլ Արլեն կրտսերի շնորհիվ, որն ի տարբերություն հոր իր գրականության հիմքում եւ իր կենսակերպում ամուր պահում պահպանում է իր ազգային ինքնությունն ու ազգային ակունքները։